Որևէ մեկը չի կարող այդ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարում էր հարցի լուծող չլուծողը, Արցախի հարցի լուծողը հայ ժողովուրդն է, Ղարաբաղի հարցի լուծող չլուծողը ժողովուրդն է։ Բայց 2022-ին Պրահայում առանց հայ ժողովրդի հետ քննարկման ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, հիմա էլ վստահեցնում է, թե Հայաստանի տարածքի փոխանակում չի անի առանց Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը հաշվի առնելու։ Եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է։ Եթե Հայաստանի քաղաքացիները որոշեն, որ համաձայն են ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցվաշենը փոխանակել Հայաստանի այն ինքնիշխան տարածքի հետ, որը Ադրբեջանը անկլավ է անվանում, ապա այդպես էլ կլինի։ Բայց պարտադիր չէ, որ հանրաքվեի միջոցով դա տեղի ունենա, ասում է Փաշինյանը։ Իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ, ես նույնիսկ եթե խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չլինի, առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնության դա չի կարող պարզապես տեղի ունենալ։ Եթե հանրաքվեի միջոցով չէ, ապա ինչ ճանապարհով է Հայաստանի ժողովուրդը որոշելու, համաձայն է Ադրբեջանի օկուպացրած հայկական տարածքները չպահանջել, փոխարենը չվերադարձնել խորհրդային Հայաստանում ադրբեջանական հռչակված գյուղերը։ Փաշինյանը այս անգամ հակասում է 2022 թվականի Փաշինյանին։ Մենք չենք արձանագրել, որ դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ։ Հիմա ասում է առնվազն Իջևանում ադրբեջանական գյուղերով ինքն անցել է։ Այդ գյուղերի մի մասը Իջևանի շրջանում են եւ ես այդ գյուղերի միջով անցել գնացել եմ։ Ես չեմ կարող ասեմ, որ բնության մեջ այդպիսի բան չի եղել։ Այս պնդումն անում է այն դեպքում, երբ Ադրբեջանը իրավական որևէ հիմնավորում չի ներկայացրել, թե Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետրում որ հատվածներն է ադրբեջանական համարում։ Ես ասել եմ նաև, որ մենք այդ իրավական հիմքերը չունենք։ Հիմնավորումներ չունի, բայց պնդում է, թե Իջևանում կան նման գյուղեր։ Որովհետև այդտեղ մենակ անկլավների թեման չի, ուրիշ թեմաներ էլ կա։ Այսինքն անկլավները նկատի չունեք ձեր այդ պնդմամբ։ Այդ իմ պնդմամբ նկատի ունեմ, որ 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա մեր տարածքային ամբողջականությունները պատկերացնելով մենք ունենք խնդիր եւ որ մեր տարածքներն են օկուպացիայի ներքո եւ որ իրենց տարածքներն են օկուպացիայի ներքո որոշակի։ Ես հիմա եթե որպես ձեր հարցին պատասխանեմ, պետքա սահմանազատում իրականացնեմ։ Անկլավ-էքսկլավների հարցը լուծվելու է սահմանազատմամբ։ Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմաթի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը։ Բայց Երևանն ու Բաքուն տարածքների փոխանակման հարց չեն քննարկում։ Ոչ, չկա սցենարների մասին։ Փաշինյանը չի ասում, պատրաստ է ինքը ներկայացնել տարածքների փոխանակման սցենարը, երբ Ադրբեջանը գրեթե որպես նախապայման 4 անկլավ վերադարձնելու մասին է խոսում։ Ես այդ հարցին չեմ անդրադառնա։ 5 օր առաջ էր Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել, թե անկլավների վերադարձը գտնվում է իրենց մշտական ուշադրության կենտրոնում։ Հաջիզադեի հայտարարությունից մեկ օր անց էր Հայաստանի վարչապետը Արցվաշենի եւ Հայաստանի Հանրապետության մյուս օկուպացված ինքնիշխան տարածքների վերադարձի մասին գրառում արել։ Իշխանության ընդդիմախոսները Փաշինյանի այդ հայտարարությունը համարում են քարոզչական հնարք, ըստ ընդդիմության Հայաստանի վարչապետը հող է նախապատրաստում Ալիևի պահանջած անկլավները տալու համար։ Պատահական չէ, որ տարածքների փոխանակման սցենարում հանրաքվեն գրեթե բացառում է Փաշինյանը։ Նա սպասում է անկլավ-էքսկլավների վերաբերյալ Բաքվի արձանագրումներին։ Երբ որ կլինի խոսակցությունը, Ադրբեջանը կբերի իր փաստարկները, մենք կբերենք մեր փաստարկները եւ կտեսնենք կհամեմատենք։ Երբ որ եւ եթե արձանագրվի, որ կա այսպիսի թեմա 1, այսպիսի թեմա 2, այն ժամանակ արդեն կսկսենք մտածել։ Թերեզա Կադաևչյան, Կարինե Մանգասարյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։